Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ամեն 5 շաբթի օր ցեզի խոսիմ աղանթավորներու մասին, սուտ ու գեղձավոր ուսուցիչներու մասին, սխալ վարդապետությանց մասին, զգուշացնելով ցեզ, որ հանգարց անոնց խապեբադիր ցանցերու մեջ չինակ, որտեվ անոնց խիղճը սատանայի գնիկով խարանված է, ինչպես կսե Պողոս Արաքյալ, եւ չար ոգիներու թևերու ուսուցում է որ կներկայացնեն։ Եվ դժբախտաբար օրեօր մեր հայրենիքի մեջ մոլախոդերու պես անոնք գաջին, որոմ գցանեն ծորենի թաշտին մեջ։ Եվ դժբախտաբար ազատ թաշտ կդածեն, որովհետև շատ կրոնավորներ քնացած, հեղքացած վիճակի մեջ են եւ իրենց հոդը չեն առաջնորդեր։ Պողոս Արաքյալ Եփեսոսի քահանաներուն երեցներուն ասավ, ըսկուշացուց, սա որ հսկեցեք թե ծեր անձերուն վրա եւ թե ծեր հոդին վրա, որովհետեւ իմ երթալես վերջ հափշտագիչ քայլեր պիտի մտնեն եւ հոդը պիտի բաժնեն փզկտեն։ Եվ ահա մեր հայրենիքի մեջ հիմա նոր հեթանոսության քարոզիչներ ելած են, հայ իսլամ քարոզիչ ելերը, ուրգես սիրելներ այս բոլորը, առաջին քրիստոնյա երգիրը այսպիսի մոլախոդեր ունենա իր մեջ եւ 21-րդ դարուն կնշանակի թե որքան հավատքի հերացած են մեր ժողովրդի զավակները, որքան թմրած են, հեղքացած են, անկորձության մատնած են իրենք զիրենք, հոգևոր հայրերը, ցավի սիրտ։ Եվ այս է պատճառը, որ սատանան հանգիստ կգործե մեր հայրենիքի մեջ։ Ամեն մագարտագեներս, կրոնական մագարտագեներս, pedagogan մագարտագեներս, ժողովրդիներս։ Պետք է վանել սիրելներ այդ բոլորը մեզ մե։ Եվ վանելու համար պետք ունենք Աստուծո սուրբ խոսքին եւ Քրիստոսի ներկայության։ Այսօր 1001 վարդապետություններ կքարոզվին հայրենիքի մեջ։ Եվ ցավը այն է, որ մշտական հարցագում կգադարվի քրիստոնեության թեմ։ Ոչ թե բարձրապես իրենց վարդապետությունը կքարոզեն, ոչ թե բարձրապես իրենց ուսուցումը կքարոզեն, այլ որպես իրենց ուսուցումը հաստատեն, գոտնագողեն քրիստոնեությունը, գոտնագողեն Աստուծո որդին Քրիստոսը, գայլափոխեն, գչարափոխեն Աստվածաշունչը։ Եվ ասիկա նոր բան չէ սիրելներ, ասիկա սատանայի կորձ է։ Հիսուս պատմեց արդեն որոմներու արագը, թե ինչպես քիշերով չարը թշնամին եկավ եւ որոմ ցանեց ծորենի թաշտի մեջ։ Եվ միասին աջեցան ծորենն ու որոմը, եւ երկուքն ալ իրարու կնմանին երբ որ գաջին։ Բայց հետո, երբ որ բդուղի ժամանակը գուկա, ծորենը հաս կգաբե եւ արատ սերմ գուտա, իսկ որոմը ոչ։ Հետևաբար սկիզբ հայտնի չլար։ Պատմության ընթացքին շատ սիրելներ աղանթավորներ եկած են։ Քրիստոնեության առաջին իսկ թարեն գնոստիկյան աղանթ եկավ, մարգիոնական աղանթ եկավ, մեր ժողովրդի մեջ բավրիգյանները եկան, թոնտրագեցիները եկան, դարբեր, այսօր մորմոնականները կան, Եհովայի վկանները կան, նոր հեթանոսության քարոզիչները կան, ամեն տեսակ։ Բայց ժողովուրդ հայոց ինչպես կրնալալ, որ մեր հավատքը թողենք եւ այսպիսի մոլորեցուցիչներու յետևեն երթանք, անոնց ականջ տանք։ Պողոս Արաքյալ ինքն ալ գզարմանար թե իր ժամանակին մարդիկ ինչպես սիրելիներ գլքեին ճշմարիտ ավետարանը եւ այս մասին կգրե իր քաղաքացիներու նամակի առաջին գլխում մեջ։ Պիտի ընթերցեմ ցեզի առաջին գլուխ քաղաքացիս 6-9 համարները։ Արաքյալը գսե շատ կզարմանամ, որ այդպես շուտով գլքեք Աստուծո ավետարանը, որ ցեզ Քրիստոսի շնորհքին հրավիրեց եւ այլափոխված ավետարանի մագանջ կուտակ։ Գիտեք որ չկա ուրիշ ավետարան,
Սակայն կան մարդիկ, որոնք ձեր միտքերը կբղդորեն եւ գուզեն Քրիստոսի ավիդարանը չարափոխել։ Բայց ով որ մեր քարոզածեն դարբեր ավիդարամը քարոզեցեզի, ով ալլա, նույնիսկ մենք գամ երգինքեն հրեշտակը անիծյալլա, նզովյալլա։ Ահա ըսի եւ գգրտնեմ, ով որ ցեզի ավանտվածեն դարբեր ավիդարամը քարոզե, անիծյալ ըլլա։ Ահա սիրելիներ, ինչ կսե Աստվածաշունչը։ Գնզովե, հետևաբար անոնք, որոնք գչարափոխեն ավիդարանը, գայլափոխեն ավիդարանը, անոնք նզովյալ են, անոնք անիծյալ են։ Նույնիսկ եթե մենք ըլլանք, գսե Պողոս առաքյալ, նույնիսկ եթե ես ըլլամ սիրելի ավատացյալներ, եթե ես օգտագործեմ հարթակը այս համացանցի եւ մոլորեցնեմ ժողովուրդը սխալ վարդապետություն ուրիշ ավիդարան քարոզելով անիծյալը լամ, նզովյալը լամ։ Եթե նույնիսկ երկինքեն հրեշտակ միջնե եւ ուրիշ ավիդարան քարոզե, անիծյալը լա, նզովյալը լա։ Ահա մեր հայրենիքի մեջ ճշմարտաբար այդ նզովյալներեն այսօր կան ու հայրենիքի մեջ գրոնավորներ խոսող չկան, գրոնավորներ մեջ խոսող չկան։ Մեր առաքելական եկեղեցու հեղինակությունը Գաթողիկոս եպիսկոպոսած դաս գրոնական ժողով խոսող չկա։ Այս ընդհանուր հոգևոր թմրությունը, հեղքությունը գործաման պիտի դանե մեզ։ Ոչ միայն հոգևոր իմաստով, այլ նաև ազգային իմաստով։ Ահա որ ջեղքեր բաժանումները ստեղծելով մեր ազգի մեջ, մենք որ գբարդանանք, որ մեր ազգը միակն է ազգերու մեջ, որ քրիստոնյա է ամբողջությամբ, իսլամներ չունենք, ուրիշ կրոնքի հետևողներ չունենք, այսօր իսլամ հայերալ մեջտեղելեր են, իրենք զիրենք իսլամ համարող, հետանոս հայեր, տեսակ գրիշնաներ, բուդդաներ, թեր չեմ թվեր աղանտավորները, Եհովայի վկանները, մորմոնները, յանքի խոսքերը, չեմ գիտեր ինչերը։ Այսօր սիրելներ դարձյալ պիտի խոսիմ այդ երկու գիներու մասին, որոնց մասին բազում անգամներ խոսեցա։ Գոհար եւ Լիլիթ գոչվածներուն, որոնք ամեն սրբություն բղձեցին եւ ադորամար այդպիսի մարդիկը գոչենք սրբաբիղձներ, որտեղ ամեն սրբություն գոտնահարեն, գբղձեն, առասպելական բապություններ կբատմեն եւ ճշմարտաբար հետևողներ կան։ Ես սիրելիներ բարձրապես կուզեմ անդրադարձնել մեր ժողովրդի զավակներուն, որբեսի այսպիսի մոլորեցուցիչներուն ետևեն չերթան։ Որոշած է ասոնց մասին շատ չանդրադառնալ, բայց դեսահոլովակը իրենց 10-րդ հարցազրույց երբ կգադարեն Արդակ գոչվածին հետ, Live Armenia-ին, որ ամեն տեսակ մարդիկ ալ գբերը, աստվածապաններ ալ գբերը, հավատացյալներ ալ գբերը, անհավատներ ալ, իրեն ինչ հոգը, իրեն համար կարևորը որ փող մտնե։ Եվ ուրեմն 10-րդ հարցազրույցը սենսացիոն, այդպես կսկսի վերնակիրը, Հութայի երկրորդ կալուստը մեզնից գախված է, բացարիք բացահայտում դիեզերքից, եւ այս սրբաբիղձ երկու կանայք Հիսուս Քրիստոսը գամբատվեն սիրելներ զայն գոչելով հութա։ Այս հութայի ծնունդները, այս թավաջանները ազգի եւ հավատքի գուզեմ բղդորել մարդոց միտքը սելու համար որ հայ առաքելական եկեղեցին սուդ է, սխալ քարոզած է, իրականության մեջ Հիսուս անունով ասկի առաջ սիրելներ, հիմա խոսիմ իրենց այս բոլորի սդությանց մասին, ասկի առաջ որ գմերժեին Հիսուսի գոյությունը, հիմա Հիսուսը կնկատեն Արամաստի իրենց առաջին թիցին դիրոջ, որը ստեղծվեցավ Արարիչին կողմէ, անոր զավակը եւ Հիսուսը կնկատեն որպես թից, այս սուդի քարոզիչներուն խոսքեր եկեք լսենք, վերջը սիրելներ իրենց խոսքին ընթացքին մեկնաբանություններ կկատարեմ։
արյունս մեջս գերաս սիրելներ եւ որ այսպիսի բաներ գլսեմ նախանցախ ընտրութենես մեկնած որովհետեւ նորեն գսեմ միշտ ըսած եմ եթե իմ անցիս մասին ովև մեկ տեսակի բրձալից արդայդություններ ունենան մարդիկ հոգս չլար ինչպես որ այս Լիլիթ կոչվածը ինձ նամակ գրած էր ու զիս կոչած էր Սատանայի որդի Լուսիֆերի որդի բայց գիտեք ջարբի կողը դանդերը կող գանե մեկը որ աղդոտ շաբիգ ունի գփորձի այդ աղդոտ շաբիգը թիմացնի վրա ակցնել հետեւաբար ինք որ Լուսիֆերի որդին ինքն է Սատանայի որդին ինքն է Աստուծո ծառաներեն մեկուն Սատանայի որդի գոչե որովհետև ճշմարտությունը կպաշտպանե իսկ ինքը գայլափոխի ամեն ճշմարտություն ճշմարտության հագարագորտ են ասոնք Աստուծո հագարագորտ են եւ Աստուծո հագարագորտ սուրբ գիրքի մեջ գոչվի Սատանա հետեւաբար ուրիշ բան չեն ասոնք եթե ոչ Սատանաներ լսենք սիրելիներ գներեք քիչմը եթե երկար լաբարզաբես կուզեմ լսեք ասոնց հիմարապանությունները եւ նաեւ սուրբ գիրքեն ցեզի ներկայացնեմ խոսքերը Բարեկամներ այսօր հասկանալու ենք Քրիստոս Հիսուս Քրիստոս անվան ծագումնաբանությունը եւ առասարակ անվան բացահայտում ենք անելու ամեցեք Այո այսօր մենք պետք է անդրադառնայինք չակրաներին բայց շատ կարևոր եւ հրատապ համարեցինք անդրադառնալ մի թեմայի եւ գուցե թե ամենակարևոր թեմային առանց որի ճիշտ բացահայտման մենք չենք կարող նախ հասկանալ մեր անցյալը եւ ստիպված ենք լինելու միշտ դատապարտված լինել ձախողման Այո այսօր Քրիստոսի եւ քրիստոնեության մասին է խոսքը գնալու մենք պետք է բացահայտենք իրական Արամազդի որդու իրական անունը Եվ էլի շատ գաղտնիքներ այդ թեմայի հետ կապված։ Ինչ կապ ունի Քրիստոսը Արամազդի որդու հետ։ Մենք մեր առաջին հաղորդումներից մեկի ժամանակ արդեն անդրադարձել ենք մի փոքր։ Մենք ասել ենք, որ նա ում Հիսուս Քրիստոս են անվանում, եղել է իրականում Արամազդի որդին։ Սիրելներ, եթե առաջին հարցազրույցները չեմ ուզեր որ լսեք, բայց ես ասեմ ցեզի, երբ որ լսած եմ առաջին հարցազրույցները եւ որոնց մասին խոսած եմ իրենց ժամանակին, ասեմ որ իրենք այս գինը Լիլիթ կոչվածը ծաղրած է որ Հիսուս անունով մեկը գոյություն ունեցած չէ, բացարձակ եւ հիմա տեսեք հագասելով իր խոսքերուն, գսե որ Արամաստի որդին է, Արամաստի եւ Անայտայի որդին, այս սրբաբիղձը, լսեցեք Շատ չկրկնվելու համար ես անդրադարձ կատարեմ մի քանի այլ անունների, հետո անմիջապես հասնենք մեր նշանակետին։ Ընդհանրապես հակառակորդ կողմը գործում է հետևյալ սկզբունքով։ Հակառակորդ կողմը Քրոնոս իրենց դերն է։ Չխորշելով այն քայլերից, որոնք պատվիրանի մակարդակով առնվազն նշված չեն, արգելված չեն։ Իրենք էլի ու անթույլատրելի քայլերին, իրենք ծրագիրը իրականացնելու համար։ Դրանցից մեկը անունների յուրացնում է, այսպես ասենք։ Սկսենք ավելի հին ժամանակներից։ Ինչպես գիտենք, Նեբրովթը իրականում Ավելորդ բաներ չեմ ուզեր ծանրաբեռնել։ Հայկի միջև է։ Անցնեմ ցեզ։ Նեբրովթը սկրունը են լերան, որ կանոնը դնել իր որդու վրա։ Արգել հետագայում Անտիոքոս առաջինը արձանախումբը։ Հաջորդ անունը Նեբրովթի մասին գխոսի որ Նեմրութ սարի եղավ, ուրեմն Քրոնոս իգողմե ստեղծված թից եւ այլն հիմա մորմոն թիցն ալգա որ Արամաստին աղջիկը եղած է կամ հարսը նայեցեք Դավիթը, որ Արամազդի սերունդներից դից է, շատ սահուն կերպով յուրացված հակառակորդ կողմից։ Մորմոնը, որ ինչպես գիտենք աշխարհում այսօր ամենահայտնի աղանդավորական ուղղություններից մեկն է, այո, Արամազդի դստեր անունն է։ Այո, Օգտագործվել է նրա անունը իրենց վատ նպատակների համար։ Բայց Ուրեմն գլխավոր միտք բանին այն է, որ Արամաստի զավակներուն անունները Մորմոնե, Թավիթե, Նեմրութե եւ այլն օգտագործված են
այս անգամ Քրենոս չար դիրոջ կողմե, որբեսի այդ բարի անուններուն դեղը չար անունները չար նույն անունները օգտագործելով չար միտքեր դարածեն եւ մորմոնն ադոնց մեկն է, ասոնքալ մորմոնի զավակներ են, ուրիշ բան չեն։ Միանուն, որի արտաբերումը անկախ հետևանքներից մենք պարտավոր ենք ասել։ Ասիգա հիմա մեզի գվերապերի։ Պարտավոր ենք Հիսուսի մասին խոսի։ Որովհետև ամենամեծ կեղծիքը 2000 տարվա ամենամեծ թյուրիմացություն չի սա միտումավոր տակ ծրագիր է հենված այս զեղծարարության վրա։ Այնպես է փոխված Արամազդի որդու անունը, որպիսի նրա հետևորդները նույնիսկ անկախ ազգությունից երբեք լավ իմաստով ոչ հիշեն, ոչ արտաբերեն այդ անունը։ Եվ սա է պատճառը, որ այդ ծրագիրը այսպես շատ հաջողությամբ իրականացվել է մինչ օրս։ Շատ չերկարացնենք։ Ինչ է եղել Արամազդի որդու, այսինքն չի եղել, այսօր էլ կա որդու անունը Հուդա։ Ամեն adekvat քրիստոնյա եւ հայ քրիստոնյա հատկապես չենք կարող ժխտել, որ այդ անունը հիշում եւ հիշատակում են միայն բացասական իմաստով։ Հուդա։ Իհարկե։ Այո։ Այնինչ դա Որպես արծաթասեր, որպես դավաճան, որպես մեղք գործած։ Այո, եւ դրանից ածանցվող բազմաթիվ հետևանքներով։ Մենք տեղյակ ենք, որ դիցերի անունները չեն կրկնվում եւ առաջին անգամ դրվում են հենց դիցերի վրա։ Հետագայում Դավիթներ շատ են եղել, բայց առաջինը Դավիթ կոչվել է դիցը, օրինակ։ Բայց մենք գիտենք, որ Հուդա անունը կրել են նաև այսպես ասած Քրիստոսի եւս երկու աշակերտներ եւ այլն։ Հրեական կրոնն է կրում այդ անունը, հուդայականություն է կոչվում, Հուդա տեղանուն կա եւ այլն։ Ինչպես այդ ամենը հասկանում։ Ինչ է բանից պարզվում։ Հուդայի երկու աշակերտները չեն կրել այդ անունը։ Նրանց իսկական անունը, այո, եղել է Յահուդ, ոչ թե Հուդա։ Եվ նրանցից մեկը, որ Իսկարիովտացին էր, նա չի եղել մատնիչն ու դավաճանը, այլ մյուս Յահուդը։ Որպես հրեական տոհմերից մեկի նահապետի անուն նույնպես չի եղել Հուդա անվանումը։ Իսկ տեղանունը կոչվել է Հուդա, որովհետև այնտեղ են եղել ամենամեծականակ հավաքները հենց Սուրբ Հուդայի շուրջը։ Եվ աշակերտների հետ, եւ ժողովրդի հետ բժշկություններն այնտեղ են տեղի ունեցել։ Ընդամենը պատճառը դա է եղել։ Իսկ կրոնը հուդայականություն կոչվել է նրա հեռանալուց 56 տարի հետո միայն։ Սիրելիներ, այս ամբողջ լաբիրինթոսը ես երկու բառով ցեզի ասեմ, այն է որ ուրեմն Հիսուսի անունը եղած է իրականության մեջ Հուդա եւ ոչ թե Հիսուս, եղած է Արամաստի եւ Անահիտայի ուրեմն որդին, հետեւաբար ինք թից է եւ իր անունը շահարգված է եւ Հիսուսի ուրեմն երկու աշակերտ 12 առաքյալներու մեջ երկու աշակերտներ կան, որոնց անունը Հուդա է, մեկը գիտենք Հուդա Իսկարիոդացին է եւ մյուսը Հուդա Թադեոսն է, հետեւաբար գսեմ որ այս գիները Հուդա Իսկարիոդացին չէ որ մատնեց Հիսուսը, այսինքն դեսեք ասոնք մատնիչը գարտարացնեն, գսրպացնեն եւ Հուդա Թադեոսը, որ եկավ մեր հայրենիքը, զայն Հուդա գհամարեն։ Տեսեք այս սրբաբիղձները։ Եվ գսեմ որ Հուդա երկրի վայրը այն վայրն էր, ուր որ Հուդան, այսին Հիսուսը, իրենց թիցը գոչվածը, գավակվեր եւ on հրաշներ կգադար իր վայրն։ Նախ ասեմ որ Հուդա անունը Հակոբ նահաբեդի զավակներեն մեգուն անուններ եւ անիգա
49-րդ գլխի մեջ կարտացեք ծննդոց, այնտեղ եւ որ Հակոբ օրտնեց իր զավակները ըսա որ հութան արույց մնե եւ իր մե որ բիդել է թակավորը եւ բացության ընթացքին հրեության մեջ երկու թակավորներ ելան մեկը գոչվեցավ հութայի թակավորություն մյուսը գոչվեցավ Իսրայելի թակավորություն եւ հութայի թակավորությունն էր որ Դավիթ մարգարեն Դավիթ թակավորը ելավ եւ Դավիթի սերունդն էր որ Հիսուս որպես հավիտենական թակավոր ծնավ Հետևաբար հութա անունը դարածված անուն էր հրեության մեջ Հետևաբար գապ չունի այնինչ որ իրենք ասեն Յահուդ անունն է Եհոշուա Յահուդ անունը չէ Յահուդ կնշանակե որովհետև հրյա բայց նաև Հիսուսի դիարնեղբայր գոչված եղբայրները մեկը հութա գոչվեր որուն նամակը գա մեր նոր գդագարանի քիրքերու մեջ վերջին քիրքը մեկ հատ առաջ հայտնություն ովանու քիրքը մեկ հատ առաջ հութա դիարնեղբոր նամակը գա Հետևաբար ասոնք սիրելներ այնպիսի հերուրածո բաներ գսարքեն այնպիսի առասպելներ որ մարդոց միտքը շեղեն շարունակենք Ինչպես է ստուգաբանվում անմիջապես գիտենք որ լեզվաբանների պատմաբանների մի հզոր բանակ կարձագանքի այս հայտարարությանը մենք չենք որոշում դա բայց մեզ հայտնի է հետևյալ ստուգաբանությունը հուդա բառը տառադարձված ձևով պահպանվել է ուրդու լեզվում որը Պակիստանի եւ Հնդկաստանի միջանկյալ տարածքի լեզու է համարվում է հնդարիական լեզու պահպանվել է հին պարսկերենում եւ քրդերենում խուդա եւ խոդե տարբերակներով Բացարձակ գապ չունի խուդան հուդային հետ եւ խոդեն որովհետեւ քրդերենով խոդե կնշանակե աստված հայերենում դա համապատասխանում է գետին գետ արմատին գիտենալ ամենագետ իմաստով որովհետև հուդայի առաքելությունը եղել է մոռացված գիտելիքների վերադարձը մարդկությանը Ուրեմն հութան որ եւ որ ասոնք հութա գսեն գիցեք որ Հիսուսի մասին խոսին ուրեմն քիդություն բարեն է գացե ամենակետ որովհետեւ եկած է այս հութա թիցը որբեսի մարդոց իդ վերադարձնե նախքին քիդությունը նախ հայության պիտի վերադարձնե քիդությունը հետո աշխարհին լսեցեք ապա գիտելիքների տալը հրեական ժողովրդին գիտելիքները առաջնային են այս պարագայում դրա համար նրա անունն էլ պատահական չի դրվել Եվ անգլերեն լեզվում եւ արաբերեն լեզվում են նույնպես պահպանվել անունները God անգլերեն տարբերակը այդ նույն հուդն է նույն աստվածն է նույն իմաստը ունի God հուդ իմաստը ունի God անգլերենով աստված իմաստը ուրեմն հուդ իմաստը ունի ինչ որ է արաբերենն այմա լսեցեք եւ արաբերենում Godis որ սուրբ է նշանակում Godis արաբերենով բառ չկա Qadis կա Qudus կա ասորերեն եւ արաբերեն որ կնշանակե սուրբ բացարձակ կերպով գապ չունի հութա անունին հետ հետեւաբար ասոնք սիրելներ օթի մեջ կգրագեն կիցողը չկիցողը ինչ կապ ունի կարևորը որ իրենք իրենց մոլորությունները փոխանցեն եւ այլն այսքանը նրա ասոնք գգարձեն որ բոլոր լսողները այսպես բան անկետ մարտիկ բիդելան որ մդիկ բիդենեն եւ բիդի դբավորվին դեսեք ամեն երկրեն ուրդու ուրեմ Պակիստան Հնդկաստան արաբ քուրդ բարսիկ ամերիկա ամենը գբերեն որ դբավորեն մարդոց ռա որքան խելացի ասոնք գիտնական մարտիկ են վերաբերյալ մի հատ էլ որպես ամփոփում որ հասկանանք այսինքն ով է հուդան եւ արտակը շշկվեց Հիսուս Քրիստոսն է նրան հեռանալուց 5 տարի հետո անվանել են Հիսուս հետագայում Քրիստոս Սիրելներ քիչ առաջ 56 տարի էր հիմա 5 տարի ուրեմն Հիսուսին
հերանալ են 55 տարի հետ, քիչ առաջ 56 տարի էր, վնաս չէ, 6 տիվը ավելցած էր, ինչ որ է ուրեմն զինք անվանած են Հիսուս, բայց նախաբես հութա եղած է։ Հիմա լսեցեք այս անունները։ Քրով սկսվող տիտղոսները կամ անունները վերաբերվում են Քրոնոսի կողմին։ Ուրեմն Քրիստոս բարը Քրոնոսին գողմե եկած է, չար ուրեմն դերն է ադիգա, անորամար Հիսուս Քրիստոս որ տրված է, ուրեմն չար անումը տրված է իրեն։ Նախ այս սրբաբիրձերուն հետևյալը, սեմ ժողովուրդ ցեզի իմացնեմ։ Ասոնք որ գսեն իրենց արամաստ դեր իր զավակը հութա գոչեց եւ հետեւաբար քիդություն ամենակիդություն կնշանակե։ Բայց եւ գսեմ որ Հիսուս անունը վերջը 5 տարի վերջը գոչվեցավ։ Հիսուս անունը հրեշտակը Աստվածամոր հայտնեց եւ հայր Հովսեփին հայտնեց։ Օրինակ, եթե փանանք Ղուգասու Ավիդարանի առաջին գլուխը հրեշտակը Գաբրիել հրեշտակը երբ երևցավ Աստվածամոր ըսավ գգարտամ ցեզի Ղուգաս առաջին գլուխ 30 եւ 30-ն մինչեւ 32 համարները։ Մի վախնար Մարիամ, որովհետեւ Աստուծո շնորհքին արժանացար։ Ահա պիտի հղանաս եւ զավակ մծնիս, որ Հիսուս պիտի գոչես։ Ոչ թե հութա, այդ ժամանակ հութան ընդունված անուն էր ռեության մեջ։ Բայց Հիսուս պիտի գոչես եւ հիմա գսեմ ինչ կնշանակե Հիսուս։ Անիգա մեծ պիտի լա եւ բարձրյալին որդի պիտի գոչվի, ոչ թե արամաստին, այլ դիեզերքի արարիչին որդի, դեր Աստված անոր պիտի դա իր հորը Դավիթի քահը։ Ուրեմն սիրելներ բարձրյալին որդի, ոչ թե արամաստի որդի։ Գամ եւ որ հղացավ Մարիամը եւ Հայրոսեփը լսեց, քայտակրեցավ, մտածեց որ լրելյան արցագեզինք իր գունը հրեշտակը իրեն երևցավ եւ այսպես ասավ Հովսեփի գգարտամ Մատթեոսի Ավիդարանի այս անգամ առաջին գլխու 20 եւ 21 համարները Հովսեփ Դավիթի որդի մի վախնար ամուսնանալու նշանածի Մարիամի հետ որովհետեւ իր մեջ հղացվածը Սուրբ Հոգիեն է որդիմը պիտի ծնի եւ զայն պիտի գոչես Հիսուս ոչ թե հութա որովհետեւ անիգա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե եւ Հիսուս բարը սիրելներ որուն եբրայերեն ցևը Եհոշուա է եւ Եհոշուա կամ Հեսու երկուքնալ նույնն են Հեսու կամ Եհոշուա որ կնշանակե դերը այսին Եհովան գփրկե կամ փրկություն է հետեւաբար Հիսուս անունը կնշանակե փրկիչ իսկ Քրիստոս անունը որ այս սրբաբիղձերը գսեն որ Քրենոսը չար դերը անուն տվավ Քրիստոս բարը հունարեն բառ է որ կնշանակե օձյալ որուն եբրայերեն բառը Մեշիախ բառն է որ կնշանակե Մեսիա այն որ խոստացված էր 5 դագարանի մեջ եւ ինքն էր որ Աստուծմե պիտի կար փրկելու համար Աստուծո ժողովուրդը ահա սիրելներ այս սրբաբիղձերուն սդությունը Դրանք կոդեր են, որոնք անտեսվել են, մոռացվել են, պատճառ արմատը որտեղից է գալիս, անտեսվել են, քանի որ բազմաթիվ արտագրությունների եւ թարգմանությունների մեջ կորել է, անհետացել է ճշմարտությունը։ Իհարկե դա չի նշանակում, որ չկան պահպանված հնագույն աղբյուրներ։ Ժորդ մի վարքյան։ Հիսուս Քրիստոս ծնվել է մեկ թվականին թե չի ծնվել։ Ծնվել է, բայց ոչ թե Հուդա է ծնվել, Հուդա է ծնվել։ Այո, որը այսօր Սուրբ դիցե։ Լսեցիք սիրելներ Աստուծո խոսքը թե ինչպես հրեշտակը գսե որ անունը բիտնեք Հիսուս բայց ասոնք հագարակ ավիդարանին անորամարսի այն որ հագարակ է ավիդարանին
այն որ հագարակ է Աստուծո խոսքին ու ծրագրին, սատանա կգոչվի սուրբ գիրքի մեջ։ Նույնիսկ Պետրոս Արաքյալ երբ ուզեց հագարակել Աստուծո ծրագրին, որ Հիսուս չխաչվեր, Հիսուս սավ յեդիս կնա սատանա։ Ահա ասոնք սատանաներ են սիրելներ, որովհետև Աստուծո խոսքին ծրագրին հագարակ են։ Ավետարանը գսե որ Հիսուս պիտի գոչվի, գոչվեցավ, եւ ասոնք գսեն չէ, հութա գոչվեցավ։ Սուրբ դիցը, Այո։ որը Եվ գսեն սուրբ թից է։ Փառքասո Հիսուս սրբություն սրբոցն է, բայց թիցը իրենք են։ Թիցը հեթանոսներու գրոնաբետներն են։ Թիցը իրենց աստվածներն են, չաստվածներն են։ Իսկ Հիսուս Քրիստոս Աստուծո որդի Աստված է, եւ որ Հիսուս օրը հարցուց իր աշակերտներուն ինչ կսեմ մարդիկի մասից, ինչ ով եմ ես, Գարտացեք Մատթեոսի ավետարան 16-րդ գլուխը, եւ Հիսուսի աշակերտները ասին, ոմանք կսեն որ թուն Եղիա մարգարեն ես որ բիդիկայիր, ոմանք կսեն Հովանես մգրդիչն ես որ մերելներեն հարություն արիր, Երեմիա մարգարեն ես, մարգարեները մեկն ես, եւ այլն, ժողովուրդը գսե, հիմա ասոնք ալ գսեն թից է ինքը։ Հիսուս դարձավ եւ իր աշակերտներուն հարցուց, իսկ թուք ինչ կսեք, ով եմ ես։ Եվ այն ադեն Պետրոս Արաքյալ Սուրբ Հոգիով լեցված Աստուծո գոմե հայտնություն ունեցավ եւ ասավ Մատթեոս 16-րդ գլուխ 16-րդ համար Թուն գենթանի Աստուծո որդին ես։ Սիրելի քույրեր եղբայրներ, այս մարդիկ ինչ կուզեն թողոսին, մարդիկ ինչ կուզեն թողոսեն, Հիսուս գահարցնե այսօր քեզի, ինձի անցնաբես, ով եմ ես քեզի համար։ Ասոնց համար, Լիլիթին քոարին համար Հիսուս թից է, Արամաստի որդին։ Ինձի համար ով է, քեզի համար ով է։ Հիսուս Քրիստոս իմ դերս է, իմ փրկիչս է, գենթանի Աստուծո որդին է, Մեսիան է, Օձյալն է։ Հետևաբար, մի բղդորեք ձեր միտքը, ձեր սիրտը այսպիսի բղձալից խոսքերեն, ուրիշ ավետարանի ագանջ մի գախեք, ասոնք սիրելներ մոլորեցուցիչ չար ոգիներու գողմե խոսնագներ են, իմացեք։ Արամազդի որդին։ Որդին եւ Անայդայի։ Անայդայի եւ Արամաստի որդին։ Տարի հետո ինչի է Հուդան դարձել Հիսուս Քրիստոս։ Մեր Աստվածը, մեր Արարիչը ամուսնություն չունի, անիգա հավիդենական Աստված է եւ իր որդին հավիդենական որդի։ Իսկ ասոնք սիրելներ միշտ ամուսնություններով է, բոլոր աղատներու մեջ այդպես է, մորմոններուն կողմն այդպես է։ Իրենց աստվածները ամուսնացող աստվածներ են, որովհետև գիրքերով սպաղող աստված են, իսկ մեր Աստվածը անգիրք Աստված է։ Դե մենք գիտենք, որ 37.5 տարեկանում նրան փորձեցին սպանել։ 37.5 տարեկանում ուր գեգե փերեն այս տվականները չեք գիտեր Սուրբ Գիրքի մեջ բացմությունը Հովանու Ավիդարան ցանկի մեջ գարտանք որ Հիսուս 30 տարեկանին երբ որ մգրտվեցավ 3 տարի կորձեց 3.5 տարի ուր գե փերին այս հիմա 37.5 տարիները ամենայն թեպս անստինգ դեսեք սակայն հիմա իր ուրեմն Հիսուսի զոհակորձման ամբողջ խորհուրդը գտրժեն իրենք չեն ընդունիր որ խաչվեցավ ինչպես որ իսլամները չեն ընդունիր ասոնքալ սիրելներ խառնուրդ են ամեն գրոնքի տեսեք դուք հեթանոս եք ինչ գործ ունի քրիստոնեական գրոնքին հետը ինչ գործ ունի Հիսուսի ցանկին հետը որ ճշմարտությամբ Աստվածաշունչի մեջ արցնակրված է ով սրբաբիղձներ ինչ գործ ունի քացեք դուք ձեր հեթանոսության յետևեն ձեր չաստվածներուն յետևեն Իհարկե նրան չհաջողվեց սպանել, բայց նրան խոցեցին գեղարդով, հա։ Եվ դիցերը նրան, երբ որ նրան փակեցին քարայրում, դիցերը Ուրեմն սիրելներ, տեսեք, ուրեմն խոցեցին, ուր խոցեցին, քեղարտով եթե խոցեցին, բայց մենք գիտենք Սուրբ Գիրքի մեջ, որ Հիսուս երբ որ խաչվեցավ, այնադեն խոցեցին զինք, որովհետև հրամանը ստացան Բիղադոս ուրեմն գարավիչեն, որ ձունգերը գդրեն խաչվողներուն, որբեսի արունահոսություն ունենային եւ շուտ մեռնեին եւ թաղեին հрьяաները խնդրեցին երբ որ եկան Հիսուսի ձունգերը գդրելու դեսան հոգին ավանտած է որբեսի փաստեն հարուրաբեդը հռոմեացի Հիսուսի գողին ուրեմն քեղարտ մցուց եւ այնտեղեն ճուր եւ արյուն բխեցավ հետեւաբար ասոնք ուրգե գիտեն այս բաները որ չխաչվեցավ բայց քեղարտով խոցվեցավ եւ գսին քերեզմանի մեջ երբ որ դրին օքեյ ինչ պատահեցավ
Ուրեմն թիցերը եկան, վայ այս ծեր թիցերը, եկան եւ փուժեցին Հիսուսը, լսեցեք։ Նրան տարան եւ բուժեցին, վերականգնեցին։ Իհարկե, ասեմ, այստեղ մի շատ կարեւոր մի բան հիշեցի, որ մինչ այժմ այդ սպին, որ կա գոյություն ունի, թողել են իրենք։ Իհարկե, նրանք կարող են իսպար վերացնել այդ հետքը։ Բայց թողել են որպես ապացույց, քանի որ եթե մենք մեզ ճիշտ դրսևորենք, հետագայում նա գալու է։ Այնպես Այ դրա համար քրիստոնյաների հավատը, համոզմունքը, որ երկրորդ գալուստ լինելու է։ Ինչ Ինչ որ առումով այո։ ճիշտ է, ինչ որ, բայց բոլորով Սիրելի քույրեր եղբայրներ, այս կան գեղձավոր սդապան, ասոն կմորնան, որ ինչ խոսած են, եւ սուդին բարանը գարջ է, եւ սուդի հայրը Հիսուս կսե, Հովանու Ավետարանի 8-րդ գլխու 30-րդ գլխու մեջ, սատանան է։ Անիկա սդախոս մնե գսե եւ սուդի հայրը սկիզբեն ինքը մարտասման եւ սուդ եղած է։ Ասոն կալ սուդի կարոզիչներ են, ասկի արած սիրելներ հայդարարած էին, գիշեք, որ Քրիստոսի երկրորդ գալուստ մի սպասեք, այդպիսի բան պիտի չլա։ Իսկ հիմա գսեմ, որ որոշ իմաստով քրիստոնյաներու վարտաբերությունը ճիշտ է, այո, Քրիստոս նորեն պիտի գա, բայց ոչ այդ հասկացողությամբ, որ քրիստոնյաները գավադան։ Այս կան հագարակ իրենց խոսքին եւ սրբաբիրց խապեփաներ։ այլ Ինչ համոզմունքը, որ երկրորդ գալուստ լինելու է։ Ինչ Ինչ որ առումով այո։ ճիշտ է, ինչ որ, բայց բոլորովին այլ կերպ, քան իրենք են պատկերացնում։ Վայ, վայ, Դա վայ։ չի լինելու աշխարհի վերջ, դա չի լինելու ահեղ դատաստան եւ այլն։ Նա ինչ որ ժամանակ գալու է, ներողություն գարջան, իր գործառույթը նորից ստանձնելու։ Օ, Հիսուս որ ըսավ, գարտացեք Մատթեոս Ավետարանի 24-րդ գլուխը, որ երբ որ կա, իր փառքով պիտի կա ամբերու վրա նստած ռեշտակներու հսկա փանակներով եւ պիտի կա թադելու մարտիկը, մերածները եւ ողջերը։ Եվ հիմա ասոն կսեմ որ չէ, ադորամար պիտի կա, վերջին դատաստան չկա, ոչ, երկրորդ կալուստը բարձաբես իր կորձառնությունը պիտի վերանորոգե Հիսուս։ Ինչս եմ այս մարդոց։ Սիրելներ, ասոնք ուրիշ ավետարան է, որ գկարոզեն, որ գապ չունի, եւ հետանոս են ասոնք, ինչ գործ ունին, ասոնք աստվածաշունչեն չեն հասկնար, բայց տեսեք ինչպես կուզեն բղդորել մարդոց միտքը եւ քրիստոնեական գարկը դարերալ մտցնել, որ այո, քրիստոնյաներն այցեք, այո, այսպիսի բաներ ըսված են ցեզի, բայց սխալ բացատրված են։ Այս արաքելական եկեղեցվոց գրոնավորները կամ ընդհանրապես գրոնավորները քրիստոնյացեզի սխալ բացատրած են, այդպես չէ իրականությունը։ Մեր ըսածն է ճիշտը։ շարունակելու համար։ Եվ այսպես նրա հեռանալուց հետո 5 տարի անց այդ 5 տարում լռություն է տիրում ամբողջովին եւ նրանք ծրագիր են մշակում լավ ինչպես անել, որպիսի ժողովուրդը մոռանա, մոռացության մատնել, այո, Ովքեր են այս ծրագիրը նողները, ուրեմն ըստ երևույթին իրենց խոսքեմ մեջտեղ պիտի կա որ հрьяաները ծրագրեցին որ ժողովուրդը մոռացության մատնե եւ հետեւաբար այս հութան, այսինքն Հիսուսը մորնան, հետեւաբար իրենք մեկը պիտի մեջտեղ անեն ուրիշ հութը անունով, որ ամբողջ ուրեմն վարտաբեդությունը պիտի փոխե եւ իրականության մեջ այսօր մենք այդ հութան ճշմարիտ հութան Մեղա Աստուծո Հիսուսը այսինքն մորցած միդլանք եւ այս հрьяաներուն ստեղծած հութային հետևեն պիտի երթանք։ եւ որոշում են ծրագրում են նոր կրոնի դրույթները եւ Քրոնոսի թորը գալիս է մենք այս մասին խոսել ենք մեր անցած հաղորդման ընթացքում նախանցածներից մեկում շատ մանրամասը չասեմ եւ բերում է նոր կրոնի դրույթները արդեն մշակված անունը, որը հապավում է կոնկրետ նշանակության Հիսուս եւ Քրիստոս Տիտղոսը եւ միահյուսելով իրենց կեղծիքը իրականության հետ, քանի որ այնտեղ շատ հիշողություններ կան, որ Հուդան ինչպես է բուժել, բժշկել, հրաշքներ գործել, հա ինչ գիտություններ տվել մարդկանց եւ այլն, այդ ամենը կեղծիքի հետ միահյուսելով ստեղծում են նոր կրոնը 5 տարի անց։ Իհարկե առաջինը փորձարկում են իրենց հենց հրեա ազգի վրա, այնուհետև տեսնելով որ ինքը շատ Ժողովուրդ, այսինքն որքան հիմար պիտի լան հрьяաները, որ իրենք ստեղծեն գրոնքը հութա անունով մեգումը գոմե եւ փորձարկեն, տեսեք ինչ կսեմ, փորձարկեն իրենց ազգին վրա, եթե փորձարկեն, բա ինչու իրենք չհետևեցան, ինչու խաչեցին Հիսուսը,
բայց փորձարկեն տեսնելու համար որ լավ կընթանա, ուրեմն այնադեմ վերջը կդարածենք, վերջ իրենք հետ կդառնան իրենց գրոնքին։ Այսքան հիմարապանություն, այսքան առասպել, լսենք դարձյալ։ Շատ փորձարկում են իրենց հենց հրեա ազգի վրա, այնուհետև տեսնելով որ ինքը շատ գեղեցիկ գործում է, ասում է սա մերը չի, սպասեք։ Առաջինը ասորիներին, բնականաբար ասորիներն էլ ջնջվեցին, մաքրվեցին, գնացին եւ հետագայում արդեն հայերի վրա։ I find Ուրեմն սիրելներ, ասորիները մինչև այսօր կան, այո, շատ քիչ ազգ են, բայց կան եւ ասորի քրիստոնյա եկեղեցին կա ուղղափառ մեզի քույր եկեղեցի է եւ հետեւաբար այս բոլոր իրենց ըսածները սուտ են, բայց նայեցեք իրենք ինչ կսեն, որ հрьяաները փորձարկեցին եւ ուրեմն ինչերին ասորիներուն վրա փորձեցին, որտեղ առաջին քրիստոնյաները Ասորիստանի մեջ է որ քրիստոնյա գոչվեցան, սուբ գիրքը գսե, եւ վերջը եւ որ ասորիները վերացան գսե, ասի ասորիները մինչեւ այսօր գոյություն ունին եւ հայերուն վրա դարձան։ Ուրեմն հрьяաները այս հութայի գրոնքը, որ Քրենոսի թորը եկավ եւ ստեղծեց Հիսուս Քրիստոս անունը իր վրա գրեց, հայերուս վրա փերին եւ այսպես քալեցուցին մեր ժողովրդին վրա։ Լսենք սիրելիներ։ Ինքը շատ լավ աշխատում էր եւ իրենց ģեր նպատակներ, այո, բոլորին իրենց ենթարկացնել է։ Մենք սա գաղտնիք չենք ասում, քանի որ այսօր բացեի բաց հрьяաները խոսում են այդ մասին։ Այսինքն մեզի քրիստոնեություն բարդատրելով հрьяաները մեզ իրենց ենթարկեցին։ Այսինքն մենք հիմա քրիստոնեությունը ընդունած ենք եւ ենթարկված ենք հрьяաներուն։ Բարձաբես հիմարապանություն։ Հрьяաները գադեն քրիստոնյաները, գադեն մանավանդ մեր ազգը։ Ինչպես մեզ ենթարկած են իրենց։ Եթե ասեին որ ազերները ենթարկած են իրենց, կաբադայի, թուրքերը այո, բայց հայերը լսենք։ Եթե մենք բացենք համացանցը, այնտեղ պարզ գրված է, որ մենք ինքներս ենք ներմուծել բոլոր կրոնները մարդկության հետ ճիշտ շփում ունենալու համար, իսկ այսօր մենք կարող ենք թույլ տալ անմիջական արդեն շփվել մարդկության հետ, այնպես որ Հрьяաները իրենք ներմուծած են բոլոր գրոնները, հрьяաները դերս ներմուծած են աղանդները, ինչպես ասոնք են, ասոնքալ գհովանավորվին վստահաբար Սորոսի կողմէ եւ այսպես հрьяաներու կողմէ, եւ հիմա գուզեմ մեր ասկի մեջը բաժանումներ ալ ստեղծել։ Հիմարապանություն էր բարձաբես, շարունակենք։ սա շատ պարզ է, մենք չէ որ պիտի ասենք իրենք էլ ասում են այդ մասին, արդեն մոտարապես 6-7 տարի առաջ նրանք խոսում էին այդ մասին։ Եվ ավելի միշտ էլ խոսել են այդ մասին։ Հիսուսը իր գալով ուներ առաքելություն, գեր նպատակ։ Այո, ուներ։ Թե այո, ապա Անելան ինչպես Նրա գալուստը ուներ երկու ģեր նպատակ։ Նայենք ինչ են նպատակները։ Առաջինը շեղված մարդկանց իրական ուսմունքը փոխանցելը, տալը եւ Ինչ բան է շեղված մարդկանց։ Այո, Հիսուս եկավ շեղված մարդկանց ուղղություն տալու, բայց ինչ բանի, իրենք չեն հավատար որ Հիսուս եկավ սատանայի քիրգ ինգած մարդոց յետ վերադարձնելու հավիտենական կյանքին փրկելու զանոնք։ Այ լսենք։ ճշմարիտ ուղու վրա դնելը եւ երկրորդը Իրենց հասկացողությամբ ճշմարիտ ուղի վրա տնել կնշանակե յետ հետանոսության վերադարձնել, այսին դեր դիրույների ճշտամունքին, արարիչի իրենց ճշտամունքին եւ այլն։ Այդ է իրենց համար ճշմարտությունը սիրելներ։ անպայման հրեաներին արարչական գիտելիքներին ծանոթացնելը։ Քանի որ նրանք շատ շեղված են եղել։ Եթե հիշենք մանուկների ջարդը, հա զոհաբերությունները, սպանությունները, այս ամբողջը դա հենց այդ շեղումների հետևանքներն են, քանի որ ինքը Քրոնոսը նույնպես կողմ չի այս ամենին։ Դա իրականում իրականացվում է այստեղ հրեա հոգևորականության շնորհիվ, դա նրանց մեղքի բաժինն է իրականում։ Ինչի Քրոնոսը դեմ է այս ամենին կողմ չի, քանի որ նա ինքը շատ լավ գիտակցում է, որ սա սխալ ուղի է, վերջի վերջո նա մի օր պատասխան պիտի տա արարչի առջև այդ ամենի համար։ Եվ իհարկե ներկայումս էլ նա փորձում է այդ ամենը ուղղել, շտկել, որպեսզի մարդիկ նման հանցանքներ, նման բաներ չգործեն։ Եվ այստեղ հարկ է նշել նաև այն փաստը, երբ որ այդ մանուկների ջարդը հա տեղի ունեցավ, քանի որ նրանք տեղեկացան, որ եկել է Արամազդի որդին եւ ինչ նպատակներով է եկել հրեա հոգևորականությունը եւ որոշեցին կազմակերպել մանուկների ջարդը, ինչ տեղ ունեցավ իրականում փրկվեց Հուդան, բայց իրենց բոլոր երեխաներին ոչնչացրեցին։ Այստեղից պարզ է դառնում, որ Քրոնոսը չէր կարող նման ծրագիր ունենալ, որպեսզի ինքն իր սերունդներին ոչնչացներ։ Ճիշտ է։
բայց նրանք ոչինչ չի արել։ Ժողովուրդ գտեստեք չէ այս հիմարապանությունները որ գնեն սուտ գիրքեն թեփքեր գմեջբերեն բայց իրենց մեկնաբանություններով կներկայացնեն որ ասիկա վստահ իրենց դեր դիրույներն ալ գզարմանան որ ասոն գուրգեպերեն այս բալը Չեն կանգ։ Հա, բայց նրանք այո, գործում են այդպես եւ բնականաբար ինչ անում են, այն էլ ստանում են։ Վերջնական արդյունքում։ Մենք կարող ենք մի քիչ Հիսուսի կենսագրությունից խոսել։ Ի վերջո մեզ հայտնի է որ նա 33 տարի է, հա, ապրել, բայց դուք այնտեղ ասում եք ավելի շատ։ Ինչով է զբաղվել եւ այլն։ Կուզենայի նախ եւ առաջ առաքյալների մասին անդրադարձ կատարել։ Լսենք Առաքյալները շատ հետաքրքրական տարածել են նրա ուսմունքը։ Նրանք չեն եղել կրոնի հիմնադիրներ։ Սրանք արմատական տարբեր բաներ են։ Այո։ նախ ասեմ որ քրիստոնեությունը ուրիշ գրոներու պես գրոն հասկացողություն չէ քրիստոնեությունը ապրելակերպ է Քրիստոսի հետ հաղորդակցություն է Քրիստոսով ապրված է գրոնները օրենքներով նշանակված են իսկ քրիստոնեությունը ուղագի Քրիստոսի հետ հաղորդակցությամբ Քրիստոսի բադվիրանին մեջ մնալու եւ Քրիստոսը ապրելու վրա հիմնված է հետեւաբար մյուս բոլոր գրոնները հիմնադիրները մյուս բոլոր գրոններու մարդիկ են իսկ քրիստոնեությունը Քրիստոսով սկսած է եւ Քրիստոս ինք Աստուծո որդի է լալով Աստվածային ապրելակերպ է երկրի վրա բայց ամենայն դեպս հիմա լսենք ինչ պիտեսեն Ուսմունքը եւ կրոնը բացարձակ ոչ միայն տարբեր են, իրար հակադիր են։ Ուսմունքը գիտելիքների համակարգ է, կրոնը պարտադրվող, չգիտես ինչի վրա հիմնված հավատի։ չգիտես ինչի վրա հավատի քրիստոնեությունը հավատքի վրա հիմնված է որովհետև գսե Պողոս Արաքյալ Հռոմայացիներու նամակ մեջ ով որ իր սրտի մեջ կավադա եփերանով գտավանի թե Հիսուս Քրիստոս դեր է անիկա կփրկվի հետևաբար քրիստոնեությունը չէ բարդատրված որպես կրոնք քրիստոնեությունը քարոզված է ուսուցանված է որովհետև Հիսուսը ասավ իր աշակերտներուն կացեք սորվեցեք բոլոր ազգերուն եւ մգրդեցեք զանոնք հորը որդին եւ սուրբ ոգին անունով հետևաբար չէ բարդատրված քրիստոնեությունը այլ քարոզված է ի դարբերություն օրինակ իսլամական գրոնքին որ բարդատրված է սուրով եւ հուրով Պողոս Առաքյալը չի եղել նրա առաքյալների թվում գիտենք Պողոս Արաքյալը ընդհանրակը փուրն հալածիչ եղած է Հիսուսի ռաբի եղած է ինքը փարիսեցի եղած է եւ փուրն գերբով հալածած է եւ Սուրբ Ստեփանոսի սարգավակին որ առաջին Մարտիրոսի եղավ անոր սպանության ժամանակ ինքն էր որ երբ կարգոձեին հрьяաները Սուրբ Ստեփանոսը ինքն էր որ անոնց հակուստերուն վրա բահակեցած էր եւ ինքն էր որ արավ հրամանակիրներ քահանայաբեդեն Երուսաղեմեն գնաց մինչեւ Դամասկոս որբեսի ցերպակալեր քրիստոնյաները սպաններ զանոն փանդերը լեցներ եւ ջամփու ընթացքին Դամասկոսի թարբաստերուն դիմաց Հիսուս Քրիստոս իրեն երևցավ աչքեր գուրցավ Բողոսին երեք օր գույր մնաց Անանիանով քրիստոնյամ եկավ բժշկեցին Հիսուսյանով եւ Բողոս Արաքյալ դարձավ Քրիստոսի Արաքյալ 10-րդ Արաքյալ գոչվի եկեղեցվո գոմե ասոր մասին գրնակ կարդալ կորց կարակելոց 9-րդ գլխու մեջ բայց ասոնք սիրելներ ինչ պիտեսեն Բողոս Արաքյալ ինքն է որ գրոնքի վերածեց հետեւաբար Քրիստոսի փուն աշակերտները գրոնքի չէին վերածած լսեցեք այս սրբաբիղձներու խոսքերը եւ ազգությամբ հрья է եւ կաթոլիկ եկեղեցու հիմնադիրը եւ հենց կրոնի հիմնադիրն է այն Կաթոլիկ եկեղեցու հիմնադիրը չէ Հռոմի մեջ նահատակված է կաթոլիկ եկեղեցին զինք կնկատե իր Արաքյալ սուրբերը մեկը որովհետև Պետրոս եւ Պողոս Արաքյալները Հռոմի մեջ նահատակվեցան ինչպես որ մենք մեր եկեղեցին գոչենք Արաքելական եկեղեցի որովհետև Հիսուսի աշակերտներն Թադեոս եւ Պարտոմեոս Արաքյալներ մեր երկիրը եկան եւ ուրեմն մենք իրենց հաջորդներն ենք հետեւաբար Պողոս Արաքյալ կաթոլիկ անունով եկեղեցի չստեղծեց այս փարը վերջն էր որ երբ որ Քաղետոնի ժողովը դեղի ունեցավ 451 թվականին ատկե վերջ եկեղեցիներ բաժնվեցան ամեն մեկ եկեղեցի իր վրա անուն արավ կաթոլիկ եկեղեցին կաթոլիկ անուն արավ օրթոդոքս եկեղեցին օրթոդոքս անուն արավ արաքելական բայց այլապես եկեղեցին հավատամքի մեջ մենք կգոչենք մի արաքելական
ընդհանրական եկեղեցի է, սուրբ, ուրեմն 4 հատկանիշ ունի, սուրբ, 1 առաքելական, ընդհանրական, այսինքն կաթոլիկ է։ կրոնի, որը դարձավ ուսմունքի հակադրությունը։ Չի գտնալ լալ Բողոս Արաքյալի խոսքերը եւ ուրեմն իր կարոզությունը Քրիստոսի արաքյալներուն ուսմունքին հագատրությունը լալ։ Ընթագարակը ամբողջացումն է, թե հագատրությունը լար, բիդինը զովեր նույնիսկ Քրիստոսի եկեղեցին կողմը, արաքյալներուն կողմը։ Արաքյալները իրենք հավանություն տվին Բողոս Արաքյալի կարոզության։ Հետևաբար ասոնք սիրելներ ուղղակի Սուրբ Հոգին թեմ խոսող մարդիկ են։ Ազգությամբ հայ 10 առաքյալներ է ունեցել Հութան, այսին Հիսուսը ազգությամբ 10 առաքյալներ ունեցած են։ Թիվը միտքերից բայցեք, քանի 10 Հիսուսի ուրեմն առաքյալներեն 10-ն հայ են գսե։ Քիչ առաջ երկուքը ասա որ հրյա են, չէ՞։ Մեկը Հութա Իսկարիոտացին է, մեկը դալ մյուս Հութան է եւ զանոնք ինչ պիտի գոչեր Յահուդի։ Հիմա նայեցեք գսե որ 10 առաքյալները հայ էին։ Լսած եք այդպիսի բան։ Ձիծաղելի է, չէ՞։ Բայց լսենք։ դան, ովքեր տարածել են այդ ուսմունքը, որպեսզի կանխվի դրա տարածումը եւ ի վերջո այդ ուսմունքը վերածվեց կրոնի, հիմնվեց կաթոլիկ եկեղեցին։ Կաթոլիկ եկեղեցին ասի սիրելներ որպես գարույց այդպես անուն որպես 4-րդ 5-րդ տարեն էր որ առանցնացավ այլապես քրիստոնեական եկեղեցիները մեկ էին Հռոմի մեջ եկեղեցի կար անշուշտ Գոստանդնուպոլսի մեջը Երուսաղեմի մեջ Ալեքսանդրիայի մեջը Հայաստանի մեջը հետևաբար այս փառ առանցին բայց ոչ թե Բողոս Արաքյալը ինք հիմնադրեց կամ ովևէ մեկը բայց լսեցեք Այդ հակասության վրա է հիմնված ամեն ինչ։ Այս բոլոր ըսածները հագաստություններ են եւ այլափոխված ճշմարտությունները այլափոխված սդախոսություններ հիմա սիրելներ երևակայեցեք այս սրբաբիղձները անամոթները ինչ որ ճշմարիտ է սուտ կներկայացնեն եւ ինչ որ սուտ է ճշմարիտ կներկայացնեն եւ ադորամար Աստված գսե մարգարեին Պերնով վայ անոր որ սուտը ճշմարիտ կսե եւ ճշմարիտը սուտ կսե վայ անոր որ բարին չար կսե չարին բարի կսե եւ ասոնք են վայ ասոնց Այնինչ մի ուրիշ Պողոս Հուդայի հեռանալուց 200 տարի հետո Այսին Հիսուսի հեռանալեն 200 տարի հետո ուրիշ Բողոսը ոչ Բողոս Արաքյալը մերկիցած այլ ուրիշ Բողոս մենք լսենք ով է ստեղծեց Պավլիկյան շարժումը Բավրիգյան շարժումը ստեղծեց Բավղոս Պարն է որ Բողոս Պարն է սիրելներ Բավրիգյան աղանթը Հայաստանի մեջ հայրենիքի մեջ ստեղծվեցավ եւ դարածվեցավ եւ անոնց թեմ բայկարեցան եկեղեցու հայրերը եւ Հովան օծնեցին 8-րդ դարուն Թվինի ժողովը ուրեմն գազմագերբեց եւ հոնդերը խստիվ հալածեց Բավրիգյան աղանթը եւ Բավրիգյան ընթեմ Բավրիգյանց ուրեմն քիրք գրեց ըսկուշացուց մեր ժողովրդի զավակները եւ ատկեվերջը Բավրիգյանները հերացան եւ այդպես ալ մարեցան ատկեվերջը եկան ուրիշ աղանտը Թոնտրագյանները եւ այլն բայց նայեցեք ասոնք անունները գարնեն բայց մեկ մյուսի հետ գապ չունեցող բաներ մեջտեղ գբերեն բարձրապես կարևորը նեդեն ով որ Տշպախտապար միամիտ է գնտունի այս բոլոր ասածները եւ զիրեն կնկատե ինչ վայ այսինչ զարգացած են այսինչ խելացի բաներ գխոսին բայց իրականության մեջ ամբողջ բապությունը խեղաթյուրող գիներ են ասոնք հիմնադրեց այդ շարժումը որը հենց Հուդայի ուսմունքի հիման վրա նորաստեղծ կրոնին հակադրվելու փորձ էր ուրեմն սիրելիներ Բավրիգյան շարժումը իրեն գարտարացնեն որ նորաստեղծ գրոնին այսինքն մեր հիմակվա քրիստոնեության թեմեր եւ Բավրիգյան շարժումին վարտաբեդությունը կնկատեն իրենց հութային այսինքն մեղասո Հիսուսին ճշմարիտ վարտաբեդությունը այսինքն պետք է Բավրիգյան այդ գրոնքը կամ շարժումը այդ աղանթը պետք է իրականություններ որ մենք պետք է ընդունենք բայց իրականության մեջ մենք մոլորած ենք մենք քրիստոնյա հայերս մոլորած ենք որովհետև հрьяաներունը ստեղծած հութայի ուրեմն աղանթին է դեպեցանք բայց ոչ ճշմարիտ հութային որ իրենք ավադան որուն ուրեմն վարտաբեդությունը եկավ Բավրիգյան շարժումը վերանորոգելու բայց հայերս չընդունեցինք եւ հալածեցինք տեսեք սիրելներ այս
մոլար վարդապետությունը։ Ոչ թե փորձեր, այլ նրանք ոչ մի կերպ չէին ընդունում որպես կրոն այդ ուսմունքի տարածումը։ Նրանք գիտեին իրականությունը, գիտեին ճշմարտությունը, դրա համար էլ դաժան հաշվեհարդարի արժանացան։ Տեսնեք սիրելիներ, աղանդավորները կնկատեն որպես ճշմարիտ ուսուցողներ եւ ճշմարիտ ուսուցանողներս կնկատեն աղանդավորներ։ Այսքան սրբաբիղձ են այս մոլորածները, իժերու ծնունդները։ Ընդհանրապես Պավլիկյաններն էլ թոնրակեցիներն էլ, մի տեսակ Նույնը թոնրակյաններ։ փոքրիկ անդրադարձ է եղել առնվազն բարսելյանական համակարգի մեջ։ Շատ մասնագետներ են անդրադառնում դրան ու պարզից պարզ է ինչ նպատակով է ճնշվել այդ շարժումը։ Միանգամից խեղդել են բնում։ Հետագայում եւ Խեղտած են, որովհետեւ մոլորեցնող էին, մարդոց հոգիները քանթող էին։ Եվ դուքալ այդպես եք հիմա, բայց ցավի սիրտ չկան Սուրբ Հովան ոսկեփերան, Սուրբ Հովան օծնեցիի պես Սուրբ գաթողիկոսներ, որ խեղդեին այսօր նաև ծեր այս խոսքերը ցավի սիրտ, չկան դժբախտաբար մեր եկեղեցու մեջ։ Երանի Սուրբ գրոնավորներ կան, որբեսի խեղդեն ծեր այս բղծալից խոսքերը։ Բայց դուք ազատ թաշտ կդածեք, ցավի սիրտ, որովհետև հոգևոր որսորդության փած թաշտ է այսօր Հայաստանը, եւ դուք ազատ կերպով գկարոզեք, որովհետև ցեզ նզովող չկա, բայց դուք նզովյալ եք արդեն։ դարձի գալ, որ մենք համարել ենք, այսպես ասած քրիստոնեությունը համարել ենք այն ամենասկզբում, երբ որպես ուսմունք Հուդայի վերադարձրած օրենքները արարչական ընդունելի են եղել հայկական միջավայրում, դա է եղել դարձի գալը, ոչ թե Գրիգոր չասեմ ում։ Դեսեք սիրելը մեր հավատքի հոր նորեն գանարկի այս բղծաշուրտ գինը, չասեմ Գրիգոր բիդեսե խավարիչ գին, խավարի մեջ ես տուն, մեղքերու մեջ ես տուն, սատանայի ծնունդ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը խավարիչ կգոչես, որ այսին Գրիգոր Լուսավորիչը եկավ եւ դարաձեց հիմա բիդեսե սուրով եւ հուրով դարաձեց քրիստոնեությունը, որ իրականության մեջ Քրենոսի վարտաբերությունն էր, ոչ թե հութային, այսին իրենց Հիսուսին բիղձ գին տարածած, հրով ու սրով տարածած կրոնը արդեն, դա կրոն էր, դա արդեն ուսմունք չէր, դրա համար էլ հասանք այստեղ։ Քանի որ այսօր հուր ու սուր չգար, տրամարտուն այստեղը լեզուտ երկար կխոսիս։ խոսքը գնաց առաքյալներից, Հիմա լսենք սիրելներ, քանի առաքյալներ են, առաքյալ Հիսուսի կամ իրենք ասեն հութայի առաքյալներ են, քանի ադը հայեին, 10 ադը, չէ։ Հիմա լսեցեք, թիվը կփոխվի եւ անուններն ալ լսեցեք։ կուզեի այստեղ նշել այն հայ առաքյալների անունները, ովքեր եղել են Հուդայի աշակերտները։ 7 Թադևոսը, չէ։ Լսեցիք, քիչ առաջ քանի աշակերտ էին սիրելներ, 10, հիմա քանի եղան 7-ը։ Ուրեմն ըստ երևույթին իջան թիվերը, 3 հոգիեսին որ չէ, մենք հայ չենք, դուք սխալ իմացերեք, մենք հայ չենք, հետևաբար 7-ի իջավ, 10-ին 7-ի իջավ։ Գարձեք թե տրամական բուրսայի է, իդ քիչնեգոր։ Լսենք սիրելներ հիմա։ Նաև Հակոբոս Ալփյան, Բարդուղիմեոս, Ուրեմն Հակոբոս եւ Հովանես առաքյալներ իրարու հետ եղբայր են, բայց Հովանեսը իրենք պիտի նկատեն վերջը հրյա, իսկ Հակոբոսը ուրեմն հայ, մեկը եղբայրը հայ է, մեկ եղբայրը ուրեմն հրյա է, ինչ որ է, լսենք։ այո, Հակոբոս Ալփյան, Բարդուղիմեոս, այո, Ղեբեոս, Մաթեոս, Թոմաս, Թադեոս եւ Շմավոն կանանացի։ Հայեր են բոլորը։ Այո, բոլորը Լսենք մի հատ հաշվենք սիրելներ։ Շմավոն Մաթեոս, Լսենք։ Բարդաև Հակոբոս Մեկ։ Ալփյան, Բարդուղիմեոս, Երկու։ այո, Ղեբեոս, Երեք։ Մաթեոս, Թոմաս, Չորս։ Թադեոս եւ Շմավոն կանանացի։ 5 Բա 10 եր 7-ի իջան, հիմա 5-ի իջան։ Մի մորնակ Ղեպեոս եւ Մատթեոսը նույն մարդն է։ Եվ
ինչպես եղավ 5-ի իջան 15 եղավ 7 էին ուրքացի մյուսները հետո գանանացի Շմավոն գանանացի բոլոր անուններն ալ Շմավոննալ Ջեյկոբնալ Հակոբնալ ուրեմն Մաթիոսնալ Ղեփեոս այս բոլորն ալ սիրելիներ բոլորն ալ հրեական անուններ էին հայկական անուններ չեն եղած իսկ գանանացի կնշանակե գանան քաղաքեն կանանի քաղաքեն ուր որ գանայի հարսանիքը դեղի ունեցավ եւ ըստ եկեղեցական ավանդության մեծ հավանականությամբ ինքը Շմավոնը Սիմոնը ինքն էր այդտեղ հարստեվորը որում բսագին Հիսուս հրավիրված էր դեսեք սիրելիներ այս ամբողջ շինձու բացությունները հայեր են բոլորը։ Այո, բոլորը նրանք հայեր են։ վայ մենք ալ ուրախանանք Հիսուսի առաքյալներեն 10 հայեր են որոնք վերջի 7-ի չան բայց 5-ին անունը գիտենք որ հայեր են մյուսները չեն գիտեր որ ինչ են Ձիծաղին գալու այդ երկու յահուդներին արդեն բացահայտեցինք Յահուդներուն բացահայտեց Եվ այստեղ յահուդ անվան հետ կապված մի մեջբերում անել Յահուդի մնալ ինքն է ազգին է Ներկայումս էլ այլ ազգիների մոտեր է տարածված, եթե ինչ-որ մեկի նկատմամբ խոր ատելություն են տածում, հա, իրենք այդ անձնավորությունը անվանում են յահուդ։ Եվ այդ անվան հետ կապված այդ ատելությունը մնացել է։ Նույնիսկ իրենք էլ յահուդներին առանձնացնում են, այսինքն հենց յահուդ են անվանում այդպիսի մարդկանց։ Սա էլ եւս մեկ փաստ։ Ինչի փաստ բայց Կարևոր իրենք խոսքն edեն սիրելներ բռնեց Որպես դավաճանի Որպեսի Հուդա անունը արմատապես վարկաբեկվի Հուդայի ծնվելուց 28 տարի անց ծնված մի հրեայի հենց հոգևորականությունը ինքը աճեցնում է այնքան մտածված են նրանք գործել այնքան մտածված ծրագիրը կազմել են պետք է ծնվի պետք է անունը դրվի պետք է նրան դարձնենք այդպիսին չարագործ եւ այլն որպիսի վերջնականապես Հուդայի անունը վարկաբեկվի Սիրելիներ գտեսնեք չէ ամեն բարգյան փամը կփոխվեր 56 տարի էր վերջ 5 տարի եղավ հիմա 28 տարի վերջ ուրեմն մեկը պետք է ծնվեր մեկը եւ անունը Հութաբի տնեն որբեսի վարկաբեկվի փուն Հութայան այսին Հիսուսի անունը եւ վերջը մարտիկը այդ Հութային այդ երկրորդ Հութային պիտի հետևին եւ մեր քրիստոնեություն գոչված այս երկրորդ Հութայի հիմնադրած ուրեմն գրոնն է որ հրյա ղեկավարները ստեղծեցին այս Հութա դիբարը Այն Հուդայի, որը ըստ էության Հիսուսն էր, ու եկել էր լրիվ այլ առաքելություն։ Այո Պատկերացնում եք ունենում ենք 28 տարի անց մեկին մտածում են ծրագիրը մշակում են անունը դնում են Հուդա որպեսզի հետագայում ժողովուրդը հիշի նրան ամենավատ ամենաչարագործ ամենապիղծ արարքներն են գործում ամենամեծ հանցագործն է լինում այդ մարդը Դեպետ ստացվավ, Հուդան իմաստ Եվ արեցին իրենք Ստացվեց, բայց նրանք չեն նախատեսել չեն այսօրվա մասին չէին մտածել բացահայտումները ոչ մի ինֆորմացիա տիեզերքում չի կորում Այս հրյա ղեկավարները որ ստեղծեցին այս Հութան իրենք չէին նախադեսած որ 2024-25 թվականներուն պիտի մեջտեղ ելեն դիեզերքի հարցերով ուրեմն մեկնաբան բացահայտումներ գդարող Լիլիթ եւ Գոհար գոչվածները եւ ճշմարտությունը պիտի բացահայտեն ամբողջ աշխարհին դիմաց արար աշխարհին դիմաց որ լսեցեք ով արար աշխարհ Այս հրյա ղեկավարները սուտ Հութամը ստեղծեցին փուն Հութայեն 28 տարիներ յետք եւ ամբողջ բամության ընթացքին մարդոց աչքերեն փակված մնաց մարդիկ գուրացած հետևեցան եւ ահա մենք որպես դիեզերքի հարցերով ըսպաղողներ բացահայտում կգադարենք ցեզի այսօր որ այս Հութան որուն դուք կդեվիք ճշմարիտ Հութային գաբգումն է որ 28 տարի վերջ մեջտեղ ելավ եւ մոլորեցուց եւ ահա անոր գրոնքը Հայաստան աշխարհի մեջ ներմուծվեցավ եւ մեկ դուք մոլորեցաք եւ ահա ժամանակն է որ թոթափեք այդ Հութայի գրոնքը եւ վերադառնաք փուն Հութային, որ եկավ ճշմարտությունը հայտնելու եւ ճշմարտությունը այն է, որ պետք է արարիչ դերերուն դիրուիներուն հետևինք, թիցերուն յետևեն երթանք, որտեւ ինք
այդ հութաթիցը եկավ ճշմարտությունը հայտնելու։ Այս է սիրելեր իրենց կարոզությունը։ Լամ ծիծաղիմ, բայց ամբողջ արյունը քրխուս է որ գխուժե, ցավելով իմ ազգիս համար, ցավելով։ Եվ մի օր դա կբացահայտվի։ Այլ հարց է, երբ կբավարարի մեր adekvat գիտակցությունն ու համբերությունը այս ամենը լուրջ ընկալելու, հասկանալու, դա ժամանակը ցույց կտա, Adekvat։ եկել է այս ժամանակը։ Եկել է, բերել են իրեն կոարիելի։ Պիտի ֆիքսել ու ըստ ասվածի, որ երկու հուդա է եղել, այսինքն ոչ թե երկու, այլ միակը, որը եկել է լուսավորը։ Որպես դից միակն է եղել։ Այո, որպես դից, այո, նա միակ։ Եվ հետո ծնվել է հատուկ 28 տարի անց, այո։ որպեսզի վարկաբեկվի այդ անունը։ Այո։ Մշտապես ժողովրդի մեջ հիշվի, այդպես Որպես դարեդար մատնիչ, գնա։ որպես, Այո, այո։ Դե Իսկ պատկերացրու իրականում մատնիչներն Յահուդն են, ոչ թե Հուդան։ Տեսեք ինչպիսի կեղծիքի միահյուսում, հա, ասենք ամբողջ քրիստոնյա Հետևաբար ոչ թե Հուդա Իսկարիոտացին էր մատնիչը, այլ մյուս Յահուդներ։ աշխարհը հուդայականություն կրոնը ոչ մի կրոնի դեմ ոչինչ չունեմ ասելու, ամեն մեկը իր ծրագիրը իրականացնում է, լավ անում։ Խելք ունեք, դուք էլ ձերը իրականացրեք, բացարձակ Վայ անխելքներ։ Դուք մարդոց խելքը թողնեք, հիմա որ ցեզ մտի գնեն։ Քեզ տրվել է, դու մնակոնին հավատարիմ եւ ոչինչ չես կորցնի։ Եվ պատահական չի, որ եղել են քաղաքակրթություններ, երբ Քրոնոսն ու Արամազդը ապրել են նույն ծրագրի շրջանակում։ Ինձ հավատալու օրենքները, սկզբունքները եւ շահը, նյութակը, թուլությունները իշխում են մեր վրա, ով է մեղավոր։ 5 տարի հետո Հուդան դարձավ Հիսուս եւ ինչ արեց, ինչով էր զբաղվում։ Այս կանը այսօրվան սիրելներ, հաջորդին կշարունակեմ 5 տարի վերջը, ուրեմն Հուդան դարձավ Հիսուս եւ տեսնենք, որ ինչ եղավ հաջորդին։ Նորեն սիրելներ այս բոլորի մասին պետք է խոսեմ, որովհետեւ մեր ազգի զավակները իմանան այս ցավի սիրտ բղձալից խոսքերը, որ ասոնք կներկայացնեն։ Նպատակ ունի մեկ բանի սիրելներ։ Ոչ միայն թիմագազերձել այս բիղձերուն խոսակցությունը, այլ մանավանդ զգուշացնել մեր ժողովրդի անդամները, որ այսպիսի մարդոց ագանջ չգախեն, այսպիսի մարդոց հետ բարեկամություն չունեն։ Հովանես Արաքյալը իր երրորդ արաքելական նամակին մեջ վերջավորության դեսեք սիրելներ ինչ կսե։ Ներողություն, երկրորդ ուրեմն արաքելական նամակը ընդամենը 1 գլուխ է 10-րդ համարի մեջ գսե Արաքյալը։ Եթե ցեզի մեկը կա, որ այսպես չուսուցաներ Աստուծո խոսքը, զայն ծեր դուները մի ընդունիք եւ նույնիսկ բարև միդակ անոր, որովհետեւ անոր բարև դվողը անոր չար կորձերուն մասնագից կդառնա։ Այս մարդկանց բարև անգամ միդակ, բարևի արժանի չեն, բարի արևին արժանի չեն ասոնք։ Եվ եկել են մեր ազգի զավակները մոլորեցնելու։ Հետևաբար սիրելի եղբայրներ եւ քույրեր, զգուշացուցեք ձեր շրջապատի մեջ, գաղաչեմ։ Իրարու զգուշացնենք։ Աղոթեցեք, որ Աստված սուրբ կրոնավորներ ուղարկե մեզի։ Եվ այն բոլոր օրտնյալ կրոնավորները, որ կան, արթնան այլևս եւ խոսի մեր ժողովրդին։ Չեմ գիտեր ինչու համար մինչեւ այսօր գլորեն, ինչ հաշիվներ է մեկնած, ոյ մեկ ճնշում է, բայց չեմ հասկնար։ Կրոնավորը անվախ պիտի լա։ Կրոնավորը իր ժողովրդի հոդին վերադեսուչն է, հովիվն է։ Նույնիսկ եթե ինք վտանգի ընթարկվի իր կյանքը, սպաննենալ զինք ճշմարտությունը խոսելուն համար, պետք է խոսի։ Ինձ շատ քույրեր եղբայրներ խնդրեցին, որ հայր բարթև զգուշ եղիր, քեզի վնաս չհասցնեն, հիմա էլ իսլամներուն թեմը սկսար խոսիլ։ Պիտի շարունակեմ խոսիլ, ապակայինա պիտի շարունակեմ խոսիլ։ Բարձրապես այս գանանց այս խոսքերը խոսի, մատքի վերջ պիտի խոսիմ։ Եթե դերը գուզե դեր ես հոս մնամ, պիտի մնամ ճշմարտությունը խոսիմ։ Իսկ դերը եթե կգանչես իս, այնադեն գրնան ինձի վնաս հասցնել։ Աղոթեցեք ինձի համար եւ ես ցեզի համար, բայց սիրելներ, մինչեւ կյանքիս վերջին շունչը ճշմարտությունը պիտի խոսիմ եւ ավետարանի սրբությունը ճշմարտությունը պիտի հայտնեմ։
Աստված ցես թող բահե բահբանե ամեն փորձանք է, Աստված որոմները հերացնե մեր հայրենիքը, ան որոմ հայրենիքի վերածվինք, հավատքով հզորանանք եւ իրարու հետ սիրով ապրենք։ Աստված ցես արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։